մեծ հաշվով, եթե մի փոքր ավելի լայն նայենք հարցին, ժողովրդի մոտ ավելի շատ խորքային անտարբերությունն է կոնկրետ սնգյակի մասով։ Ես նկատում եմ, որ մեծ հաշվով մարդիկ լուրջ չեն վերաբերվում իրենց, շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, որ նման բան է տեղի ունեցել, ես ասեմ ձեզ։ Այ ուրիշ բան, որ նրանք ովքեր քաղաքականապես հետաքրքրված են, նրանց մեջ կա անհանգստություն մի փոքր, բայց ընդհանուր առմամբ ես նկատում եմ, որ մարդիկ հիմնականում շատ անտարբեր են եւ շատ անլուրջ են վերաբերվում սրանց խոսակցությանը։ Դեռ այսքանը կարող եմ ասել, այնքան մեծ աղմուկ, ինչպես իրենք են սիրում ասել իբրև թե աղմուկ է բարձրացել, իրականում հասարակության մեջ դա լավ է թե վատ թողնենք մի կողմ, բայց խորքային անտարբերություն կա հենց իրենց նկատմամբ եւս, իրենց քայլի նկատմամբ, բայց դավաճանական արարքի եւ այստեղ խնդիրը դավաճանությունը չի էլի, խնդիրը, որ իրենք երևի չեն էլ գիտակցում կամ չգիտակցելու են տալիս, որ իրենք խորքային սովորական դավաճանների գործիքներ են։ Եվ այո, Հայկուհին ճիշտ ասեց, այդ Հաջիև անունը անընդհատ կրկնում էին եւ կար տպավորություն, որ ավելի շատ նպատակ ունեին Հաջիև, պարոն Հաջիև անընդհատ շեշտել, որ ցույց տան, որ տեսեք մենք ինչ լավ ենք շողոքորթում ձեզ, էլի։ Իրենց առաջադրանքը լավ կատարել են։ Այո, սա երիտ, այսպես երիտ թուրքեր, կարծես երիտ, այսպես երիտ ակտիվիստներ են։ Առնվազն այսպես թուրքական սատելիտներ են, որոնց իմ կարծիքով համաժողովրդական հեղեղը, որը սովորաբար բարձրանում է կայսրությունների թուլացման ժամանակ եւ այստեղ էլ եւս սպասվում է դա, սրանց բոլորին սրբելու է տանի, սրանք պատմության մեջ նույնիսկ որպես ծաղրանքի առարկա էլ չեն հիշվելու։ Ես այս կարծիքն ունեմ։